Վերադարձանք սիրելիներ, շարունակում ենք մեր ընթացքը, բոլոր այն մարդիկ, ովքեր հիմա խոհանոցում են, շատ ուշադիր եղեք հեռուստաէկրանների առջև, թուղթ ու գրիչով ամենակարևորը, որպեսզի շատ հետաքրքիր բաղադրատոմս դուք իմանաք մեր հյուրի կողմից։ Մարիաննան շարունակում է մնալ մեզ հետ եւ խոհանոցում է նա։ Պատմեք մեզ Մարիաննա, ինչ ենք պատրաստելու եւ ինչ բաղադրիչներ ունենք։ Սիրով, մենք արդեն աղցաններից խոսեցինք, ես ասեցի այն գաղտնիքը, որը այս տարվա սենց նորություններ իմ հետևորդների համար, ընտանիքի համար, ինչու՞ չէ, ես ասեցի, որ թանձրուկներ եմ պատրաստել, արդեն իսկ եւ պայեստավորել եմ։ Հիմա ընտրել եմ աղցանի համար բազային ինչ-որ բաղադրիչներ եւ դրանից հետո, այն գեղեցիկ զարդարելուց հետո, այստեղ երկու կարևոր կետ կա, մեկ գեղեցկությունը աղցանի եւ թանձրուկը, որը համային գեղեցկությունը կհաղորդի։ Մենք այստեղ ունենք կանաչի միքս, որը պարունակում է սպանախ, հազար, ռուկոլա, ըստ նախընտրության յուրաքանչյուր բանով կարելի է փոխարինել։ Ունենք ռոզմարինի տերևներ, որոնք նոր տարվա հոտն են ապահովում, մենք այն հոտերի շարքում մոռացանք ռոզմարինի մասին, այսպես։ Ունենք պեկան, որը ընկույզի մի փոքր այլ տարբերակն է, ավելի նուրբ համով եւ աղցաններին ավելի սազող իմ կարծիքով։ Ունենք նռան հատիկներ, որը շատ տոնական, ասես տոնածառի խաղալիքների դեր է խաղալու իմ այս աղցանի մեջ։ Ունենք մանդարին, որը էլի զարդարելու համար է, եւ արդեն մնացած բաղադրիչները թանձրուկի համար, այսպես պատրաստել եմ, որպեսզի մենք արագ կարողանանք անենք։ Աղցանը պատրաստվում է րոպեների ընթացքում, դրա համար ես ասացի, որ կարելի է շատ թարմ եւ հենց այդ պահին մատուցել։ Այստեղ ունենք բաժակ, որը օգտագործելու ենք իմ աղցանի տեսքը ապահովելու համար։ Իսկ ինչ տեսք է ունենալու աղցանը, այն ունենալու է Սուրբ Ծննդյան պսակի տեսք, որը որ դռնից են կախում եւ, չգիտեմ, տան տարբեր անկյուններում դեկորներ են անում։ Հավաքում ենք աղցանը, այս կանաչիները պատահական այսպես տեղադրում ենք բաժակի շուրջը, որպեսզի ունենանք հենց այդ կլոր պսակի տեսքը։ Մարիաննա, ի՞նչն է քեզ համար կարևորվում, երբ նոր պիտի մտնես խոհանոց, օրինակ առավոտյան արտացել ես, արդեն իսկ պահն է, որպեսզի լինես խոհանոցում եւ որևէ ուտես պատրաստես, արդյոք քեզ համար կարևոր է կոմֆորտը, հա, խոհանոցում, որ ամեն ինչ լինի իր տեղում, սկզբից մինչև վերջ, նաև հոգեվիճակդ լինի տրամադրող ինչ-որ բան պատրաստելու համար, ինչն է ամենայն դեպս այն 3 կարևորները, որոնցով դու պիտի սկսես արդեն ինչ-որ բան պատրաստել։ Նախ լինի մաքուր, ես նախորդ օրը հոգնած եւ ալարած չլինեմ խոհանոցը հավաքել եւ այդպես չի լինում, հիմնականում չի լինում, անկեղծ եմ ասում, պետքա խոհանոցը լինի մաքուր, որ առավոտյան արթնանամ եւ ինձ համար պարզ լինի այդ օրը ինչ եմ անելու ես խոհանոցում։ Կարևոր է, որ խոհանոցը լինի իմը, որովհետեւ ես ամեն ինչ տեղը գիտեմ եւ շատ հեշտ եմ շարժվում ու ստեղծագործում, այսպես ասած։ Երրորդը ունենալ հավես, դա շատ կարևոր է, առանց հաճույքի եւ առանց սիրո, ոնց որ ես չեմ կարողանում ուտելիք պատրաստել, անպայման ես պիտի ունենամ, չգիտեմ, լավ տրամադրություն, պատրաստելու համար սենց էներգիա եւ նաեւ սենց իմպրովիզներ անելու մուսա, սենց ասեմ էլ, այդ ամենը շատ կարևոր է ինձ համար։ Այսպես, իսկ ես հիմնականում ունենում եմ, մեր տանը սոված չեն մնում։ Այսպես, մի փոքր ձեռքերի շարժումներով կարող ենք այս տեսքը ապահովել, անհրաժեշտ տեսքը, այսպես, եւ նենց անենք, որ ամեն ինչից լինի մեր աղցանի վրա, այսպես։ Արդեն ինձ թվում է պատկերացրիք, որովհետեւ սենց բազային արդեն ունենք աղցանի կմախքը, այսպես ասած։ Սա այսպես։ Հիմա մենք տեղադրելու ենք պեկանները եւ նռան հատիկները, այսպես ասած աղցանը ոչ թե մենք խառնելու ենք, այլ պարզապես դասավորելու ենք։ Եվ վերջում, երբ որ թանձրուկը անենք, ուղղակի այդպես համտեսելու ենք, ինչպես օրինակ հյուրանոցներում լինում է, չէ՞, որ գնում են ու տենց թարմ-թարմ համտեսում են։
Այսպես, հիմա պեկաններն եմ Բաղադրություն ունի դասավորում։ թանձրուկը Մարիաննա, թե նոր ենք պատրաստելու։ Թանձրուկը հիմա կպատրաստենք, էլի շատ հեշտ է եւ շատ արագ է պատրաստվում։ Ես անկեղծ ասած իմ բլոգում արդեն առանձնացրել եմ 4 տեսակի թանձրուկներ, որոնք ունիվերսալ են եւ ավելի հեշտ է յուրաքանչյուր սալաթին ադապտացնել, ավելի ոչ սպეციფիկ, այսպես ասեմ, էլի։ Իսկ այսօր ես որոշել եմ մի փոքր ավելի սպეციფիկը ներկայացնել, այդ 4-ից ամենահետաքրքիրը, այսպես ասեմ, եւ տոնականը։ Հիմնականում այդ բաղադրիչը, որը այդ տոնականությունը ապահովելու է, դա նռան օշարակն է, անկեղծ եմ ասում, ես այդպիսի բաղադրատոմս արդեն ներկայացրել եմ, ախորժաբեր թանձրուկ է սա, այն որ եթե այդքան էլ ախորժակ չունես, այս թանձրուկը տալիս է այդ կարծես համային ռեցեպտորները բացում է մարդու ու իրոք շատ համեղ է ստացվում։ Պեկանները արդեն տեղավորեցի եւ էլի այսպես պատահական շաղ ենք տալի նրան հատիկները, այնպես ենք անում, որ մակերեսին մնան, որպեսզի տեսքը եւս շատ գեղեցիկ լինի։ Տոնական սեղանին կարծում եմ զարդարանքը եւ դիզայնը պարտադիր պայման է։ Իմ դեպքում ոչ տոնական օրերին էլի պարտադիր է։ Ասեմ այդ մի փաստն էլ իմ մասին, որ շատ եմ կարևորում ուտեստի տեսքը, որովհետեւ ինձ համար համը միայն բավարար չի։ Պետք է աչքը եւս կուշտ լինի, բացի ստամոքսից։ Այսպես։ Գնանք մի քիչ դեպի ամանոր, Մարիաննա։ Ընտանիքով ֆիլմեր դիտում եք միասին, թե ոչ, թե չեք հասցնում, եւ ինչ ֆիլմեր եք սիրում դիտել ամանորին եւ ամանորի թեմայով։ Երեխաների հետ ամանորյա բոլոր հետաքրքիր ֆիլմերը, սկսած տանը մենակից, անպայման նայում ենք, դա տոնի մեկնարկն է եւ տոնի գրավականը ըստիս։ Այդ պատճառով շատ եմ կարևորում երեկոները տոնածառի գեղեցիկ լույսերի ներքո ու չգիտեմ մի բաժակ տաք կակաոյի ուղեկցությամբ դա հենց այն ամանորյա հեքիաթի ու հրաշքի մեջ է մտնում իմ կարծիքով։ Դրա համար այդպիսի երեկոներ անպայման կազմակերպում ենք եւ նայում ենք Գրինչը, ամանորյա կախարդանք, հեքիաթներ, ֆիլմեր, երեխաներս արդեն այն տարիքում են, որ բացի մուլտֆիլմերից ֆիլմերը երկարամետրաժ բոլորը սիրում են դիտել եւ այդպես անցկացնում ենք մեր ամանորյա գեղեցիկ երեկոները։ Նկատել ենք մի կարևոր բան եւս, որ ֆիլմերը, այն ֆիլմերը, որոնք այսպես հատուկ վերաբերում են որևէ ոլորտի կամ մասնագիտության, միշտ մեծ հետաքրքրություն են առաջացնում դիտողների կողմից։ Այս դեպքում չենք խոսում ֆիլմի լավ կամ վատ ստացված լինելու մասին, այլ խոսում ենք հետաքրքրվածների մեծ քանակի մասին եւ ֆիլմեր կան, որոնք հստակ վերաբերում են խոհանոցային արվեստին։ Որոնք կառանձնացնես կամ ինչ են քեզ տվել առասարակ այդ ֆիլմերը։ Վայ, ես շատ եմ սիրում, իմ վերջին դիտածը եւ տպավորվածը, հիմա հենց դա էլ մտքիս եկավ, մենյու ֆիլմն է, կարծեմ վերնագիրը ճիշտ եմ հիշում, այնքան եմ վայելել այդ ֆիլմը, շատ եմ վայելել խոհարարի արվեստի կողմնորոշումը խոհանոցի նկատմամբ, ճիշտ է ինքը մի քիչ ունի այսպես հորր էլեմենտներ, շատ քիչ եւ ինձ համար երևի միստիկ էլեմենտներ, բայց շատ էսթետիկ, շատ գեղեցիկ ներկայացնում է խոհանոցը, արվեստը, տեսքը ոնց որ ես եմ կարևորում, շատ է տպավորվել եւ երևի նկարահանման ընթացքը եւ չգիտեմ կադրերը, գույները, ամեն ինչը նպաստել է նրան, որ այդ ֆիլմը շատ հաջողված է ըստիս։ Շատ լավ։ Որ փուլում ենք մենք այդտեղ։ Մենք պիտի օգտագործենք սխտոր, որը շատ տարօրինակ է հնչում թանձրուկի համար։ Այստեղ ինչպես Հայկը նշեց, կա մանդարին, նուռ եւ սխտոր, sense անհամատեղել ինչ որ բաղադրիչներ, բայց վստահեցնում եմ, որ շատ համեղ է ստացվելու։ Առասարակ սխտորը սպეციფիկ է, բայց ես օգտագործում եմ իմ բաղադրատոմսերում, որովհետեւ այն ապահովում է շատ ճիշտ համային երանգ յուրաքանչյուր ուտեստին եւ հատկապես այս դրեսինգներին, թանձրուկներին։ Անհամատեղելի բաղադրիչներ են թվում է, բայց շատ համեղ է ստացվում, վստահեցնում եմ։ Ունենք այստեղ ձիթայուղ, բուսայուղ, յուրաքանչյուր բուսայուղ կարելի է օգտագործել իմ դեպքում առաջին զտման ձիթապտղի յուղ։ Սխտորը ճզմում ենք մի փոքր կես կամ մեկ ըստ նախասիրության, այսպես ասեմ, եթե շատ չենք ուզում սպეციფիկ համը տա, այսքան էլ լրիվ բավական է։ Ահա, ավելացնում ենք 1-ից 2 ճաշի գթալ քացախ։
Ավելացնում ենք մեր նռան օշարակը, մոտավորապես 3-ից 4 ճաշի գթալ։ Հիմա վստահ չեմ պատկերացնում համային համադրությունը իսկապես, բայց Ես պատկերացնում եմ եւ խառնաշփոթի մեջ եմ, եւ համային, եւ մտավոր։ Այսպես եւ համեմունքները, որոնք միշտ կարևորում եմ, աղ, կարմիր պղպեղ, սումախ կամ քիմիոն, սրանք մի քիչ sense տարօրինակ համեմունքներ են, բայց թանձրուկների մեջ շատ կարևոր է։ Ես այստեղ օգտագործել եմ միքս համեմունք, որը արդեն իր մեջ պարունակում է, բայց որպեսզի հեռուստադիտողի համար ավելի հեշտ եւ հասանելի լինի, աղ, սումախ եւ կարմիր պղպեղ։ Կամ կարելի է փոխարինել քիմիոնով, որը որ սիրում է։ Իսկ Աղսանի այս բաղադրատոմսին ծանոթ ես վաղուց, թե նոր է այն քո բաղադրատոմսերի մեջ։ Չէ, վաղուց չէ, ես բացահայտել եմ իմ այդ որ ասեցի աղցանի համար պատրաստել է եւ համը շատ լավն էր, պատրաստել է ձիթապտղով, կանաչ ձիթապտղի աղցան եւ ֆանտազիայից, այսպես ասած, սահմաններ չէի թողել, հասել էր այստեղ։ Եվ այնքան համեղ էր ստացվել, որ որոշեցի, որ նկարեմ այդ բաղադրատոմսը եւ անկեղծ ասեմ, աղցանի բաղադրիչները կարող է էլի շատ տարբերվել, կարող ենք եւ սոխ ավելացնել, եթե նախասիրությունը մարդկանց այդ կողմ կտանի։ Ես առհասարակ անկեղծ որ ասեմ, շատ չեմ սիրում քաղցեր եւ կծու կամ թթու համերը իրար խառնել, բայց այս համադրությունը երևի եզակի է եւ դուրը շատ եկել է։ Օրինակ անանասով աղցաններ կտրականապես չեմ սիրում, ինչ որ դա սուբյեկտիվ երևի որոշում է։ Հիմա որ մանդարինն էլ զարդարեմ, անկեղծ որ ասեմ, աղցանը փորձելիս մանդարինը այն կողմ կտանեմ, նոր կփորձեմ։ Ուղղակի շատ տոնական տեսք է տալիս, բայց համադրելի է, տեսել եմ աղցաններ, որ մանդարինի վրա էլ թանձրուկ լցնում են, այս համի թթու կամ կծու եւ համադրվում է։ Այսպես։ Պետք է մի քիչ երևի ստանդարտներից եւ այն հիմնական իմացած բաղադրատոմսերից շեղվենք, դուր չի գա, ինչ կա, չէ, կարելի է փորձել։ Իհարկե, Ի վերջո ես հասկանում եմ, որ խոհանոցում լինելն էլ, բայց ոչ խոհանոցում լինել, այլ խոհանոցում հետաքրքիր լինելը էլի մի տաղանդ է, չէ՞, բնությունից տրված, որ պիտի օժտված լինես դա մեծագույն տաղանդ է, ես հավատացնում եմ։ Իմ կարծիքով երբ որ նկարիչն է ստեղծագործում կտավի վրա, ամեն անգամ ինչ-որ բան ավելացնում է եւ պակասեցնում է, նույնը եւ խոհանոցն է։ Մի համեմունք ավել ես անում, մի համեմունք պակաս ես անում, լրիվ փոխվում է եւ քեզ համար հետաքրքրանում է այդ ընթացքը, արդյունքը։ Դրա համար պետք չէ վախենալ էքսպերիմենտներից, պետք է անել, դուր չի գա, հոգ չէ։ Կարելի է նորից պատրաստել։ Թանձրուկով, այո։ Այո, հիմա այսպես ես կհամեմեմ արդեն աղցանը Ահա, եւ նաեւ սա մի փոքր, այսպես ասած, սոսնձի դեր կխաղա այս աղցանի մեջ։ Վերջ, ռոզմարինը զարդարելու համար էր եւ բույրի համար էր, որպես բաղադրիչ աղցանի մեջ չենք օգտագործում։ Շարում ենք մանդարինները։ Հատիկ, այո։ Այդպես ավելի ճիշտ կլինի, կարծում եմ։ Կարելի էսպես հանել, կախել դռանը, հետո երբ որ պետք լինի ուտել։ Այնքան գեղեցիկ ստացվեց, գոհ եմ արդյունքից Մինչ Մարիաննան ավարտին կհասցնի աղցանը, Ինա, վերջին անգամ ինչպես դու երբ ես եղել խոհանոցում։ Վերջին անգամ ես եղել եմ Առավոտ լուսոյի խոհանոցում։ Այնպես որ եւ անհամբեր սպասում եմ Մարիաննան ավարտի գեղեցկագույն աղցանը, որ կրկին հայտնվեմ Առավոտ լուսո weekend-ի խոհանոցում եւ փորձեմ։ Այ գեր զբաղված լինելը ինչ է տալիս մարդուն։ Դրանք նախասիրություններ են հավատացնում եմ, զբաղվածության։ Բայց դու սիրում ես համեղ սնվել, չէ՞ նաեւ։ Միշտ։ Շնորհակալություն։ Պարտավոր եմ համեղ սնվել, բայց պատրաստել պարտավոր չեմ։ Կարծես թե դեռ։ Մենք հիմա ռոզմարինի տերևները մի փոքր կկտրենք, որպեսզի մնա մոտավորապես այսքան հատված, փորձենք ինչ-որ բանտի տեսք ստանալ, ոչ սովորական իհարկե, այսպես ճյուղերի, որոնք ոնց որ եղևնու ճյուղեր լինեն, երևի եւ տեսքը եւ հոտը ամանորյա է։ Իսկ ամենավերջում գավաթը մենք անելու ենք, այո։ Այո, սպասում եմ անհամբեր ես, հա։ Պարզապես գավաթը վերջում ենք անում, որպեսզի աղցանը չքանդվի, մնա իր տեղում։ Բայց քանի որ մենք շատ անհամբեր ենք Մարիաննա, հիմա խնդրում եմ շատ արագ վերջնական տեսքի վերես եւ այդ ընթացքը, որ գավաթը պիտի անենք, ուզում եմ տեսնել ես, խնդրում եմ։ Պատասխանատու պահ հասունանում։ Լավ, եկեք այս գավաթը հանեմ եւ սա տեղադրեմ։ Լավ։
3 2 1 Այո։ Ստացվեց, այո։ Թանձրուկը սոսնձի իր դերը լիարժեք։ Այո, լիարժեք։ Չգիտեմ, անկեղծ որ ասեմ, կարող է մեջտեղում ինչ-որ բան ցանկանանք մատուցել, օրինակ հենց հիմա դա մտքովս անցավ։ Եթե ցանկանանք, կարող ենք եւ այդպես անել, բայց քանի որ մենք ցանկացել ենք հենց այս տեսքը պահել, այսպես էլ կարելի է մատուցել։ Դե ինչ Մարիանա, շնորհակալություն, որ այս այսպես ռիթմիկ եւ գերհագեցած օրերի ընթացքում դու հաջողեցիր եկար մեզ մոտ, րոպեներ տրամադրեցիր մեզ, որպեսզի բոլորիս ներկայացրես հերթական, բայց շատ գեղեցիկ ու համեղ առողջարար Բաղադրատոմսը։ Նաև ամփոփում ենք քեզ հետ միասին տարին, թող 2026-ը միայն հաջողություններ եւ դրականը քեզ ու քո ընտանիքին ապարգևի։ Մենք առաջարկենք երաժշտական ռիթմեր հիմա մեր եթերում ու գնանք շտապ փորձենք տեսնենք ինչ եղավ արդյունքը։